Հայաստանում ամենախոշոր վարկային պորտֆելն ունեցող Ամերիաբանկը 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում կստանա վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից։ Սա Եվրոպական բանկի Հայաստանի մասնավոր հատվածում իրականացրած առայժմ ամենախոշոր գործարքն է, ինչը վկայում է Ամերիաբանկի նկատմամբ միջազգային կառույցների բարձր վստահության մասին։ 150 million Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի 150 միլիոն եվրոյի չափով այս գործարքն Ամերիաբանկի հետ կնքված ամենախոշոր գործարքն է և բանկի մինչ այժմ Հայաստանում կնքված թերևս ամենախոշոր գործարքը։ Այո, մասնավոր հատվածում դա ամենախոշոր գործարքն է։ Մենք ավելի խոշոր գործարքներ ենք կնքել միայն պետական հատվածում։ Շնորհավորում ենք Ամերիաբանկին։ Այս համագործակցությամբ Ամերիաբանկը մատչելի և հուսալի վարկեր կտրամադրի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, ուշադրության կենտրոնում պահելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։ Սա մեր բազմամյա գործընկերոջ վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ գրանցած ևս մեկ նշանակալի համատեղ ձեռքբերում է և ուրախ եմ, որ կնքում ենք այս գործարքը, որը թույլ կտա աջակցել հայկական ընկերություններին, բավարարելով նրանց ֆինանսավորման կարիքները, ինչպես նաև ընդլայնել մեր բանկի կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերի քանակը։ Ֆինանսավորման զգալի մասը կուղղվի կանաչ ներդրումներին, բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի արտադրությունը։ Ֆինանսավորումը տրամադրվելու է երկու փուլով՝ 100 միլիոն եվրո, ապա 50 միլիոն եվրո տրանշերով։ Հատկապես կարևոր է կանաչ ֆինանսավորման սահմանաչափը 60 միլիոն եվրո, որը կուղղվի կանաչ ներդրումների իրականացմանը։ Նշված ներդրումները թույլ կտան աջակցել Երևանում, ինչպես նաև Երևանից դուրս շրջաններում գործող հայկական միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, օգնելով նրանց դառնալ ավելի դիմացկուն ու ավելի անկախ և ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները։ Ես ուրախ եմ ստորագրել այս գործարքը։ Լիահույս ենք, որ նշված վարկային գծերը կօգտագործվեն սահմանված ժամկետներում ի նպաստ հայկական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների։ Շնորհակալ եմ վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ երկարամյա համագործակցության համար։ Գործարքը համահունչ է վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Հայաստանի համար որդեգրած ռազմավարությանը, ֆինանսական ոլորտի ռազմավարությանը, ինչպես նաև կանաչ տնտեսության անցման մոտեցմանը և գենդերային հավասարության խթանման ռազմավարությանը։ Սա միայն վարկային պայմանագիր չէ, այն վերահաստատումն է ԶԵԲ-ի և Ամերիաբանկի միջև երկարամյա խորը, ընդգրկուն և բովանդակալից համագործակցության, ի շահ մեր հաճախորդների բիզնեսի զարգացման և ի նպաստ մեր երկրի բարօրության։ 1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը ներդրել է շուրջ 2.6 միլիարդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 232 նախագծերում, ընդ որում ֆինանսավորման 83%-ն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը։